Իրանի ու Միացյալ Նահանգների հրադադարի խախտման բանակցությունների դադարեցման ֆոնին Պակիստանի միջնորդությամբ Թեհրան-Վաշինգտոն հեռակաշփումը հույս ու լույս էր թունելի վերջում, որ հակամարտությունը կհանգուցալուծվի։ Թեհրանը պատասխանել է պատերազմը դադարեցնելու ամերիկյան առաջարկին։ Թրամփը կտրականապես մերժել է այն, անվանելով միանգամայն անընդունելի։ Թեհրանը հրապարակել է իր առաջարկը դադարեցնել կրակը նաև Լիբանանում, փոխհատուցել ռազմական վնասը եւ Հորմուզի նեղուցումը հաստատել իրանական ինքնիշխանություն։ Բացի այդ, Իսլամական Հանրապետությունը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ռազմածովային բլոկադան, երաշխավորել հետագա հարձակման բացառումը, կասեցնել պատժամիջոցներն ու դադարեցնել իրանական նավթի վաճառքի էմբարգոն։ Առաջարկից ոչ մի դրույթ ընդունելի չէ Միացյալ Նահանգների նախագահի համար։ Սպիտակ տան ղեկավարը կրկին հայտարարել է հաղթել են Իրանին։ Well, they're militarily defeated. Միգուցե նրանք դեռ չեն գիտակցում, թե պետք կարծում են, որ գիտեն այդ մասին։ Նրանք ռազմի դաշտում պարտվել են, ոչ նավատորմ ունեն, ոչ օդուր։ Նրանք ղեկավարություն էլ չունեն, իրենց առաջին, երկրորդ, երրորդ էլիտաները ոչնչացվել են։ Մենք այժմ գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, որոնք մասնակի իշխանություն ունեն։ Շատ հետաքրքիր խումբ է, գործարք են կնքում, հետո խախտում, այնուհետև նորից համաձայնության են գալիս ու խախտում։ Շատ բարդ են։ Այնպիսի հարված են հասցրել, որ նրանց 20 տարի կպահանջվի վերակառուցման համար։ Թրամփի պնդմամբ Միացյալ Նահանգները երբ ցանկանա կարող է Իրանից ստանալ միջուկային նյութերը։ Էքսիոսի տվյալով ամերիկյան առաջարկը բաղկացած է 14 կետից, որը տեղավորվել է ընդամենը 1 էջում։ Պորտալը տեղեկացնում է, Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է իր վրա վերցնել ուրանի հարստացման դադարեցման պատասխանատվությունը։ Դրա դիմաց նահանգները համաձայն է կասեցնել պատժամիջոցներն ու ապասառեցնել իրանական միլիարդավոր դոլարները։ Երկու կողմն էլ պետք է հանեն Հորմուզի նեղուցով տարանցման սահմանափակումները։ Թեհրանը պնդում է, երբեք չեն համաձայնի կապիտուլյացիայի կամ նահանջի, միաժամանակ Վաշինգտոնին հորդորում է լուրջ վերաբերել բանակցություններին։ Իրանը լուրջ է վերաբերվում իր ազգային շահերին եւ ողջամտորեն մասնակցում է դիվանագիտական գործընթացին։ Մյուս կողմը պետք է ցույց տա իր լրջությունը։ Միացյալ Նահանգները վերջին 20 տարիներին իր մասնակցած բոլոր դիվանագիտական գործընթացներում խարխլել է վստահությունը։ Իրանի զինված ուժերը հարևան երկրներին զգուշացրել է չհետևել Միացյալ Նահանգների Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Նեղուցով անցնող ցանկացած նավ բախվելու է լուրջ հետևանքների, եթե իր գործողությունները նախապես չհամակարգի Թեհրանի հետ։ Իսլամական Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչը ասել է, նահանգները Հնդկական օվկիանոսի հյուսիսում գտնվող ահռելի ավազանում երբեք չի կարող իրական բլոկադա հաստատել, ուղղակի հագեցնելով ջրային տարածքը նավերով։ Այսօր էլ մենք զգուշացնում ենք մեր թշնամուն։ Եթե կրկին սխալ հաշվարկի քայլերը ու ագրեսիա իրականացնի, ինչպես դա արել է նախկինում, որի համար այսօր էլ բարձր գին է վճարում, անպայման կբախվի անսպասելի հետևանքների։ Դրանք վերաբերում են ոչ միայն Իրանի զինված ուժերի անձնակազմի վճռականությանը, այլև ավելի առաջադեմ եւ ժամանակակից ռազմական սարքավորումների, պատերազմի նոր մեթոդների կիրառմանը։ Հետագա ցանկացած բախում կարող է տարածվել այնպիսի ոլորտների վրա, որոնք թշնամին ոչ կանխատեսել է, ոչ էլ ներառել է իր ռազմական ծրագրերում։ Իրանը կարող է անակնկալի բերել իր հակառակորդներին։ CBS News-ի հետ հարցազրույցում Իրանի դեմ պատերազմ հրահրած Իսրայելի վարչապետին հաղորդավարը հարց է ուղղել. Արդյոք Իրանի հետ հակամարտությունը ավարտված է։ It's not over because there's still nuclear. Այն դեռևս ավարտված չէ, քանի որ Իրանում դեռ միջուկային նյութեր կան, հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից։ Կան հարստացման օբյեկտներ, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Դեռ կան պրոքսիներ, որոնց Իրանն աջակցում է։ Կան բալիստիկ հրթիռներ, որոնք նրանք դեռ ցանկանում են արտադրել։ Պետք է գնանք ու վերցնենք հարստացված ուրանը, սակայն ես նկատի չունեմ ռազմական ուժով։ BBC պնդմամբ նախագահ Թրամփն ասել է, որ հարստացված ուրանի դուրսբերումը հնարավոր է Իրանի հետ համաձայնագիր կնքելու դեպքում։ Իրանի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է Նեթանյահուի հայտարարությանը։ Մենք դեռ հաշիվները չենք մաքրել նրանց հետ, ովքեր գործել են Իրանի ժողովրդի դեմ։ Եթե մեր զինված ուժերին հնարավորություն տրվի, նրանք անպայման լավագույնս կօգտագործեն այն։ Էսմայել Բաղային նաև արձագանքել է Ռուսաստանի նախագահի պատրաստակամությանը ընդունելու Իրանի հարստացված ուրանը։ Խոսնակը շեշտել է, որ ներկա փուլում Թեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն է, իսկ միջուկային նյութերի հարստացման գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի միայն համապատասխան պահին։ Իրանը դեռևս հստակ այո կամ ոչ չի ասել ռուսական առաջարկին, հարցի քննարկումը թողնելով ապագային։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։